Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը, Արցախը և Սփյուռքը համահայկական հռչակագրի շուրջ, սա փաստ է։ Ինքը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին որպես չարիք, որը որ ըստ էության թույլ չի տալիս համազգային համախմբում ունենալ։ Իրականում բոլորը հասկանում են, որ Հայաստանում ձևավորվել է անտոգանիզմ հանրության և իշխող խմբի միջև։ Եվ այդ անտոգանիզմի պատճառը այն է, որ հանրությունը արդեն հասկանում է և ընդունում է, որ Հայաստանում իշխանությունը յուրացված է։ Արդիկ սկսել են հասկանալ, որ երբ որ ընտրությունների ժամանակ քեզանից առնում են իշխանությունը, ապա եւ ձևավորվում է իշխող խումբ, որը որ ոչ մեկին ոչ մի բան պարտավոր չի, եւ այդ իշխող խումբը բնականաբար չի կարող լինել մարդկանց համախմբման կենտրոն ազգային, համազգային նշանակության հարցերի համար։ Սերժ Սարգսյանի փորձը ներկայացնել Գագիկ Ծառուկյանին որպես չարիք, իհարկե դա մի, այսպես ասած, եղանակ էր իր մեղքը փոխանցել մեկ այլ քաղաքական սուբյեկտի վրա։ Այդ ծրագիրը տապալվել է, որովհետև Սերժ Սարգսյանի թիմը չի կարողացել հիմնավորել այդ ծրագիրը։ Ըստ էության իրենք խոսում էին լուստրացիայի մասին։ Լուստրացիան դա պետական կառավարումից, քաղաքական հասարակական դաշտից հանրության համար անցանկալի էլեմենտների հեռացումը։ Իշխող կուսակցության կողմից պետական լծակների օգտագործումը իր քաղաքական օպոնենտների դեմ, դա ռեպրեսիա է։ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի խնդիրն էր, որպեսզի այդ ծրագիրը իրականացվի, համոզել ամբողջ հանրությանը, որ այն ինչը որ տեղի է ունենում, դա լուստրացիա է։ Լուստրացիան չի կարող լինել մեկ քաղաքական գործչի ըստ էության, եւ դրա մասին փորձում էին ինչ որ ձևով խոսել կամ ցույց տալ, որ դա այդպես է, բայց բառացիորեն չէին ասում, խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների լուստրացիայի մասին։ Ես հիմա մի վիճակում եմ հայտնվում, որ պիտի ոնց որ ասած կոմենտ անեմ, ինչ պիտի, եթե իրենք հանդես են եկել այսպիսի ծրագրով, իրենք անեին եւ չեն արել։ Դա անում եմ ընդհանրապես միայն նրա համար, որ մի քիչ էությանը մոտիկանանք ընթացող քաղաքական process-ին։ Տեսանելի է, որ կա երկրում սահմանադրական կարգի խնդիր։ Դրա մասին խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին, բանաձև է տվել, որ անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը։ Սահմանադրական կարգի հիմնական հոդվածները այդ սահմանադրության առաջի 6 հոդվածներն են, այդ հոդվածների կասեցումը, փաստացի գործունեության կասեցումը, ըստ քրեական օրենսգրքի ծանրագույն հանցագործություն է։ Հանցագործությունը կոչվում է եւ Հայաստանում եւ Արցախում սահմանադրական կարգի տապալում։ Ըստ Հայաստանի քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալումը դա իշխանության դեմ բռնի գործողությունները չէ։ Դա պետական պաշտոնյաների կողմից սահմանադրության առաջի 6 հոդվածների գործունեության դադարեցում։ Հոդվածները դուք պիտի որ իմանաք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանությունը ձևավորվում է ընտրություններով, մարդու արժանապատվությունը իրավունքները եւ ազատությունները պաշտպանված են պետության կողմից, խտրականությունը անթույլատրելի է, պետական պաշտոնյաները իրավասու են անել միայն այն, ինչով որ լիազորված են օրենքով, քաղաքացիները ազատ են անել ցանկացած բան, ինչը որ արգելված չի սահմանադրությամբ եւ այլն եւ այլն։ Ակնհայտ է դա սահմանադրական կարգն է, որը բնորոշ է ժողովրդավարական պետության։ Մենք ունենք երկրում ուզուրպացիայի խնդիր։ Ունենք այդ խնդիրը սկսած 96 թվականին։ Հայաստանում պետական ճգնաժամը ունի հին արմատներ եւ որևէ քաղաքական ուժ չի կարողացել հաղթահարել այդ ճգնաժամը, այսինքն հանրության վստահությունը իր պետության նկատմամբ չի կարողացել վերականգնել։ Պատմական անդրադարձ չանենք, հա, ինչ զարգացումներ են սպասվում։
Ես գտնում եմ, որ այս ընթացքը, որը որ գնում է, իհարկե բերելու է նրան, որ 2015 թիվը չի դառնա համազգային համախմբության տարի եւ համահայկական հռչակագիրը մնալու է սոսկ խոսքեր, որոնք որ գրված են թղթի վրա, այսինքն որևէ գեոպոլիտիկ քաղաքական process չի սկսվում։ Ինձ թվում է նման պայմաններում սպասել, որ ժողովրդավարական պետությունների ղեկավարները ապրիլի 24-ին գալու են Հայաստան, գրեթե անհնար է։ Եւ սա մեծ հարված է լինելու մեր երկրի ազգային անվտանգության։ Ինչ իրադարձություններ են դրան հետևելու։ Կարծիքով ապրիլի 25-ին դաշնակցությունը կհայտնվի նույն իրավիճակում, ինչը որ հիմա կա ԲՀԿ-ի մոտ։ Որովհետեւ գործընթացը հետևյալն է։ Վերացվում է ամբողջ քաղաքական դաշտը։ Ինքը քաղաքականությունը որպես գործունեության տեսակ վարկաբեկվում է, փչացվում է եւ ոչնչացվում։ Նման վիճակում հանրությունը, որը որ հայտնվում է, ինքը անպաշտպան է։ Ինքը ի վիճակի չի որևէ միջոցով զրկված է որևէ միջոցներից, որպեսզի իր չեմ ասում ազգային անմիջական խմբակային կամ անհատական շահերը։ Բայց բաց աշխարհում այդ փակ համակարգը ինչքանով է կենսունակ եւ գործի արդյոք դա կենսունակ համակարգ չի, ըստ էության այսօր մենք կանգնած ենք խնդրի առաջ, որ ոչ թե ԲՀԿ-ի խնդիրը պիտի քննարկենք, այլ ոչնչացված է քաղաքական դաշտը։ Օրինաց երկիր, քաղաքական տրուփ, ժառանգություն, քաղաքական տրուփ, ԲՀԿ, քաղաքական տրուփ, ՀԱԿ-ը գրեթե արդեն մոտեցել է իր ավարտին, մարտի 1-ին փորձելու են ինչ-որ ցույց տալ, որ ունեն մի հանրային աջակցություն, բայց ըստ էության քաղաքական տրուփ։ Հանրապետական կուսակցությունը վաղուց է քաղաքական տրուփ։ Նման պայմաններում ժողովուրդը ինչ պիտի ակնկալի։ Սա, ոնց ասեմ, ցեղասպանությունից առաջ տիրող վիճակ է։ Նման վիճակ կարող է լինել մի ժողովրդի համար, երբ որ ինքը մոտենում է այնպիսի իրադարձություններին, որ իր հետ արտաքին ուժերը կարող են անել ցանկացած բան, այդ ժողովուրդը ի վիճակի չի պաշտպանվել։ Առաջ կգան նոր ուժ, թե այնպիսի իրավիճակի, որ բացառված է։ Ոնց կարող են գալ առաջ նոր ուժերից լմիացել։ Բաղրամյան 26-ը հիմա հայտարարություն տա, որ պահանջվում է ընդդիմություն, խնդրում ենք աշխատանքի ներկայանալ, պատրաստ լինել, որ այդ ընդդիմադիր գործունեության արդյունքում կորցնելու է կյանքը, պատիվը, գույքը, հա? Որևէ մեկը կարձագանքի այդ հայտարարության հիմա։ Ցանկացած երկրորդ բայդը գնում ես պայքարի։ Եթե մարդիկ մտածում են Բաղրամյան 26-ում, որ հիմա իրենք քոլ կանեն, իվենթ կանեն եւ ինչ որ մարդիկ կարձագանքեն, դա Բաղրամյան 26-ին մեղադրում, եթե դիմացին էլ ասենք։ Որովհետեւ Բաղրամյան 26-ն է նախաձեռնել այս գործընթացը։ Լավ է արել, իրեն հաջողվում։ Լավ է արել եւ հիմա վայելելու է դրա բոլոր արդյունքները վայելելու։ Պայքար լինի, ինքը չվայելի է ամենը։ Նման դեպքերում պայքար կարող է լինել, բայց դա արդեն քաղաքական պայքար չէ։ Նման դեպքերում մարդիկ զենք են վերցնում եւ գնում են զինված պայքարի։ Երբ որ երկրում ստեղծվում է մի իրավիճակ, որ քաղաքական պայքարը անիմաստ է եւ կա խնդիր, որ պետք է այդ խնդիրը լուծել, մարդիկ այդ խնդիրը լուծում են հետեւյալ կերպ. վերցնում են զենք եւ սկսում են զինված պայքար։ Ես դրա համար եմ ասում, որ մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների, քաղաքական դաշտում, քաղաքական պայքարի բոլոր ձևերը սպառված են, որովհետև արժեզրկված են հանրության աչքերում։